Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շոյք, բայց ասուլիսը իմ ու քո հարցազրույցը չի, թող մնացածն էլ հարցնան։ Նարեկ բաններ ասեմ։ Նախ հստակ է թե չէ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա թե ոչ եւ ԵՄ-ից արդեն բարձր ներկայացուցիչի մակարդակով հորդոր է հնչել, որ այն պետությունները, որոնք կգնան, ցանկալի չէ, ճիշտ է, տեխնացու պետություններին է կոչով դիմել այդ պաշտոնյան, բայց Հայաստանը, քանի որ այդ գործընթացը սկսել է, հնարավոր է, որ վարչապետը չմասնակցի միջոցառմանը։ Լսեք, ես ուզում հասկանամ, մենք ընկալման խնդիր կա, հա, մենք այդ հաղթանակը մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են։ Հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, գա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ որ մի երկրի այլ քալ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Վասիլյան, իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակներ անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կար, ել չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է եւ չի կարելի համեմատել, կարող է հաջորդ տարի էլ օրինակ որոշենք չմասնակցել կամ հաջորդ տարի ընդհանրապես այդ միջոցառումը կարող է որոշեն չանել, ճիշտ կարող ասես։ Մի րոպե, մի հատ հաստա Սիմոնյան, այսօր քանի որ կառավարության ծրագրի կատարողականն է քննարկում, ձեր կառավարության ճիշտ ԿՊ-ի նախընտրական ծրագրում Շուշիի հատուտի դեօկուպացիայի հարց կար։ Հիմա այս ծրագիրը փոխվելու է 26 թվականի ընտրություններին, թե այս նույն գաղափարներով է կընկնալու։ 2026 թվականին, եթե չեմ սխալվում, 1-2 ամիս կա, մի տարի 2 ամիս կա, չէ՞։ Դե բա հիմա ինչ է կարծում, ուզում հասկանամ։ Այս պայդրությամբ մենք 2026 թվականի ծրագիրը դեռ չենք գրել ու չենք գրում։ Այսին խաղաղության հետ Մոտավորապես ենթադրում եմ, որ այո, որ խաղաղության գործընթացը պետք է ավարտին հասնենք, եթե միջև այդ բանը իհարկե չհասցնենք ավարտին։ Պարոն Սիմոնյան, Շողիկ վերջ։ հեռուստաընկերության հաղորդավարը հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է եւ տպավորությունը, որ որոշ ընդդիմադիր ուժեր սինխրոն աշխատում են այդ նպատակի իրագործման համար, կխնդրեմ ձեր դիրքորոշումը։ Դե տենց ակամայից թե ոչ ակամայից, այո, դրա մասին նաև վարչապետը ասել է, որ հաճախ ոնց որ փարոսիկներ լինեն որոշ նաև հանրային գործիչներ, պարտադիր չի դրանք լինեն ազգային ժողովի նիստերի դահլիճում, փարոսիկներ, պասերով ինֆորմացիաներ եւ պասերով թեմաներ շրջանառության մեջ գցելով, դա արդեն հայտնի փաստ է, կարծում եմ դա մեր հեռուստադիտողներն շատ լավ գիտեն։ Գիտեք ինչ, դրա դեմ առնելու միջոցներից մեկը այդ 2026 թվականի ընտրություններն է, որի մասին որ խոսում ենք, այլ կեթանք կտեսնենք այդ մարդիկ նորից կհայտնվեն այս դահլիճում, թե չեն հայտնվի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նկատում են դա, թե չեն նկատում, ինչ վերաբերում է իրավական առումով, դա շատ դժվար է արձանագրել, հա, ինքը ասում է, ես քաղաքական գործիչ եմ, եւ ընդհանրապես քաղաքական գործչի խոսքը մեծ հաշվով շատ ավելի ազատ է, եւ քաղաքական գործիչը հակառակը շատ ավելի խոցել է, քաղաքական գործչի նկատմամբ որևիցե ձևով մեղադրանք հնչեցնելը, ասում ես քաղաքական հայտարարությունն է եւ դա դառնում է ուղղակի հայտարարություն։ Իսկ ոնց գործընկերոջ IT պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Այո, իհարկե։ Հունիսին։ Այո, հունիսին է, նախնական կտեսնենք ես
ես չգիտեմ այդ գրկելու մասը ձեզ ինչ է այդքան հետաքրքրում, կարող ենք հետո դա քննարկել։ Հա բայց ինչի եք անընդհատ այդ գրկելու մասին, նույնիսկ չէ, բայց դրա մասին նամակ էիք գրել, չէ, բայց նամակ գրել էիք, չէ, ինձ դրա մասին։ Բա անընդհատ ոնց կարելի է գրկելու մասին խոսել։ Հետո պարոն Քոչարյանին կմեղադրեք, կասեք ինչ որ հայտարարություններ անում։ Հիմա էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ասեմ, ինչի եք դուք ուզում անընդհատ այդ գրկելու մասին տեսախցիկների առաջ խոսենք։ Ինչ հա։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմ հետ շփումը դադարեցնել, ասեմ ինչի, որովհետև դուք մենք մի շենքում աշխատում ենք, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ եմ, դուք ինձնից հարցազրույց եք վերցնում, պետքա գոնե իրար տեսնելուց ասել բարև ձեզ։ Երբ որ եթե դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, որ ձեզ պատասխանելու էլ չկա։ Հաջան։ Բայց ի՞նչ կա, չէ, չի ցավասել, դրան ոչ չի կարելի անցնել, մարդու հետ աշխատել եւ առերեսվել եւ բարև չտալ, հետո գալ ոնց որ ոչի որևիցե ոչ միայն դրա մասին։ Դուք գրավոր հարցերի դիմելու բան ունեք, չէ, ինչու է աղմկում գետը, գրկելու եք գործընկերոջը, թե չեք գրկելու։ Դուք իրավունք ունեք ուղղելու, ես այդ իրավունքի համար պայքարել եմ, բայց ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեզ եւ ես այդ իրավունքից անպայման կուղեք։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարբերաբար նորից հիշեցնում էր, որ պետք է սահմանադրությունը փոխի Հայաստանը նաև իական Մինսկի խմբից դուրս գա։ Ինչի մասին է խոսում անդադ, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության ու պարբերաբար այս խոչընդոտներ ստեղծելով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, որովհետև դրա պատասխանը լեգիտիմ է եւ հստակ է։ Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված պատասխանը կարծում եմ բոլոր այդ մտահոգությունները փակում են, որ վարչապետն է դրա մասին խոսեց ազգային ժողովի ամբիոնից, բոլոր այդ խնդիրները քննարկել են, բոլոր այդ խնդիրները լուծումներ ունեն, բոլոր այդ խնդիրների մեծ մասը հասցեագրված է խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի մեջ, եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ ադրբեջանական կողմը մի փոքր ինչ անակնկալի է եկել այս մեր համաձայնության հետ կապված։